զենը ուժեղ եկել է, մենք վազելով եկանք, տեսանք արդեն Թթվածնային կայանի պայթյունի ձայնը շատ բարձր էր, գյուղացիներն անմիջապես ենթադրել են, ինչն ինչոց է, դեպքի վայրում հիմա փրկարարներ, քննիչներ եւ փորձագետներ են աշխատում։ Որտեղ որ տեղի ունեցել դեպքը ամբողջությամբ մաքրվել է փրկարարների կողմից եւ աչքով տեսողական ամեն ինչը մասոնքները հայտնաբերվել են։ Շիրինյան եղբայրներ ընկերությանը պատկանող թթվածնային կայանը գործում էր 50 տարի, թե ինչն է պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Ոչ մի բան դեռևս չկա, չենք կարող ասել, քանի որ դրա համար համալիր փորձաքննություններ են նշանակվելու։ Պայթյունը նաև հարակից շինությունների ապակիներն է փշրել, զոհվել է 49-ամյա Արմեն Աղազարյանը, նա էլ նոր գեղիի բնակիչ էր, կայանի միակ լիցքավորողը։ Մենակ մի հոգի է աշխատում, այն էլ մի քանի օր հանգստանում են ու նորից աշխատում են։ Պայթյունի պահին Արմեն Աղազարյանը միայնակ չի եղել, նույն գյուղից Արտակ Հարությունյանն է կայանում եղել, ասում են 31-ամյա Արտակը ընկերոջ համար հաց էր տարել, նա էլ մարմնական վնասվածքներ է ստացել, դիմել է բժշկի, քիչ անց դուրս գրվել։ Հարակացարանային բնակարանում Արտակի կինն էր, փոքրիկի հետ, ամուսնու հետ խոսել է, դեռ չի տեսել։ Առավոտ գնացել է դպրոց, ու հələ չի եկել, ես չեմ տեսել իրան։ Ճիշտ է, խոսացել եմ, բայց չգիտեմ։ Մեր այցելության պահին վնասվածքներ ստացած Արտակը տանը չէր, երեխային էր դպրոց տարել։ Արմեն Աղազարյանն էլ երկու անչափահաս երեխաների հայր էր։ Վոլոդիա Հովսեփյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։